Իմ անունս Դանիել է, ես համարվում եմ կազմակերպիչ Ռուսաստանի տարածքում, շնչտարունի պատերազմից ներկայացման տանում են տարբեր ուղղություններ, վստահ եմ ձեր դուք եկավ մեր ներկայացման։ Գիտեք, մենք տեսանք, ես վստահ եմ, այս մեկ ժամանակ ընթացքում բոլորս ապրեցինք մի փոքր այն ինչ ապրել են շատ ընտանիքներ, ապրել են շատ մայրեր, եղբայրներ, մենք տեսանք ընտանիքի պատմություն, որը որ շատ ընտանիքների մենք ինքներս ենք ճանաչում վստահ։ Ես կխնդրեմ ձեզ, որպեսզի ևս մեկ ծափայություն տանք այն ընտանիքներին, ովքեր ապրել են այն ինչ այսօր տեսակ եւ մենք սահմանում կանգնած ինձերների։ Շնորհակալություն ենք հայտնում Սելի Սանկտ Պետերբուրգում ապրող հայեր ջան, որ դուք այսօր ներկա եք այս գեղեցիկ ներկայացումը ինքներդ եք տեսնում։ Գիտեք, մենք տարբեր քաղաքներում լինում ենք, թվով երրորդ մեր հյուրախաղերն են, արդեն եղել ենք 11 քաղաքներում եւ ամեն մարդ, որ տեսնում է այս ներկայացումը, ներկայացումից հետո մեկ բան ասում։ Ամեն հայ պետք է տեսնի այս ներկայացումը։ Վստահ եմ դուք եք այդպես մտածում, որովհետև սա մեր պատմությունն է։ Մենք մեր պատմությունից չենք կարող փախչել, մենք պետք է առերես տեսնենք եւ զգանք, ապրենք այն էմոցիաները, որոնք որ փոխանցում են մեր դերասանները։ Ես ուզում եմ ներկայացնել մեր դերասաններին Սելյան Մովսիսյան, Սամվել Դանիելյան, Սիրահար Լազյան, Ստաս Բուկերովը։ Ուզում նաև շնորհակալություն հայտնենք այն կազմակերպիչներին ու միջոցով մենք հայտնվել ենք ձեր քաղաքում, որովհետև առանց իրենց մենք չէինք կարող լինել այստեղ, Ավագին եւ իր տիկնոջը Ալբարտին։ Ալբարտը չի սահմանվել դարձնա, բայց ինքնավորություն դեմ բարձրացնա, այլ որովհետև Ալբարտն դու կողքիներ շատ մեծ աշխատանք է տարել։ Ես ուզում եմ որ դու այդ մարդկանց հարցնես։ Միջի են մարդիկ, ովքեր կազմակերպում են այսպիսի ներկայացումը, պետք է միշտ արժևորենք եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն երիտասարդներին, ովքեր օգնում են միջանցքում, իրենց էլ եկեք ծափահարենք։ Շնորհակալություն եմ հայտնել ամեն մեկին, ով իր ներդրումը ունեցել է, որպեսզի այս ներկայացումը գա հասնի Սանկտ Պետերբուրգ։ Անկեղծ մենք շատ խնդիրների առաջ ենք կանգնել, որպեսզի գայինք հասնենք ձեր քաղաք, բայց այն մարդիկ, ովքեր մեր կողքը կանգնած են եղել, աջակցել են եւ այսօր մենք այստեղ ենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնենք ամեն մեկին, ով իր մի փոքր ներդրում ունեցել է, որպեսզի մենք լինենք այստեղ։ Մենք ունենք շատ այլ հետաքրքիր ներկայացումներ, եթե կցանկանաք, մենք մեր ներկայացումները ձեր քաղաք կբերենք եւ ձեզ կցուցադրենք։ Մենք չունենք հովանավորներ, չունենք մարդիկ, ովքեր հովանավորում են այն ընթացքը, որ մեր դերասանները Հայաստանից գալիս են, հասնում են, զարեր են դարձնում, բայց մենք ունենք աջակից գիտեք ով է մեր, դուք եք։ Այն մարդիկ, ովքեր ներկա են գտնվում մեր ներկայացումները։ Ես միշտ մի հատ բան եմ ասում, մեզ պետք չեն հովանավորներ, մեզ պետք են հայեր, ովքեր ցանկանում են մեզ իրենց քաղաքում տեսնել։ Ովքեր գնում են կոնցերտ, գալիս են մեր ներկայացումներին։ Եթե դուք լինեք մեր ներկայացումներին, մենք շատ ներկայացումներով կգանք եւ ձեզ կցուցադրենք Սելի հայեր ջան։ Ես ուզում եմ խոսք հրամատվել Ավագին, իր խոսքը ասելու։ Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ ուզում հայտնել վստահության համար եւ խորի շնորհակալություն եմ ուզում հայտնել Շուշ թատրոնին հիանալի կատարողի համար։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին եւ իհարկե շնորհակալություն հայտնենք համայնքի ղեկավար Տարեկ Կրչյանին, քանի որ այստեղ շատ քիչ գիտեն ինչ դժվարություն են եղել, միջազգային մակարդակի դժվարություն են եղել, այս ներկայացումը այստեղ որպեսզի կայանի։ Մեր շնորհակալություն ուզում հայտնել այս ծալիճի տնօրինությանը, ովքեր որ հարազատի պես մեզ կողքին կայնած էին ու ճիշտի կողմ էին ընկնել։ Ու իրան շնորհիվ է, որ այսօր իրանց ծալիճում ամեն ինչ ստեղ կատարվում է։ Եվ իհարկե խոսելիս այն կազմակերպության մասին, որը դες հյուրը տալել Ասպետ մեդիա է, դեպ ըստանորեն կողքից կայնացում, ուղղակի ուզված է խոսել չի կարող, իսկ ես որպես իրանուսին, իրանուս խորի շնորհակալություն դες կհայտնեմ։ Շատ շնորհակալ։ Եվ իհարկե ուզում եմ փոխանցել Շուշ թատրոնին համայնքի ղեկավարի շնորհակալությունը, որ դուք կարողանում եք հեռուստորեն բարձրացնել բեմ ակտուալ խնդիրները մեր ազգի եւ վեր պահեք ազգային արժեքները եւ ընտանիքի արժեքները։ Շատ շնորհակալություն։ Գիտեք, այն ինչ դուք տեսաք այսօր, այն ընտանիքի պատմությունը ու այն օրերը, որ մենք բոլորս ենք ապրել, ամբողջ հայազգը, ամբողջ աշխարհով մեկ համախմբված են եղել։ Մենք անկեղծ այն ինչ որ ես ասում եմ, գիտեք, դա չգիտեմ, ուզում եմ այս փոխանցեմ ձեզ, որովհետև մենք եկել հասել ենք Սանկտ Պետերբուրգ եւ այստեղ տեսել ենք համախմբվածություն։ Ու այդ համախմբվածության արդյունքում որ մենք հաղթահարել ենք շատ խնդիրներ։ Ու շատ բաներ չեն կարող ձեզ հակակեցել բացել, բայց ասեմ մի բան, որ շնորհակալ եմ ևս մեկ անգամ թե համայնքին, համայնքի ղեկավարին, թե այն մարդկանց, ովքեր իրենց աջակցություն են արել, որպեսզի մենք այսօր այստեղ լինենք եւ մեր ներկայացումը ցուցադրենք ձեզ։ Մենք ևս մեկ խնդրանք ունենք ձեզ, քանի որ մարդիկ ինֆորմացիա ստանում են, նորություններ ստանում են սոցիալական հարթակների միջոցով, խնդրենք ձեզ, որպեսզի ձեր անկեղծ կարծիքը արտահայտեք սոցիալական հարթակներում, որովհետև շատերը չեն եղել այսօր այստեղ ունենք ազատ տեղեր, ես տեսնում եմ, որովհետև իրենք լուրջ չեն համարել կամ մտածել են ինչ պիտի լինի, բայց եթե դուք ձեր կարծիքը հայտնեք, ձեր հարազատները վստահ եմ կտեսնեն, ձեր ընկերները կտեսնեն ու հաջորդ անգամ, երբ որ Շուշ թատրոնը նոր ներկայացումով գա Սանկտ Պետերբուրգ, վստահ եմ, որ ոչ մի ազատ տեղ չի լինի։ Դրա համար խնդրենք ձեր անկեղծ կարծիքը արտահայտեք սոցիալական հարթակներում, կարող եք մեր էջերներ նշել, որպեսզի մարդիկ հետևեն, որպեսզի նորությունների մասին իրենք իմանան։ Շուշ թատրոնի եւ Arts-Theater Instagram-ում, որտեղ որ մենք տեղադրում ենք բոլոր նորությունները ռուսաստանյան բոլոր քաղաքներում, որտեղ որ լինում ենք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիցս։